Եվ Ֆիդանը, Թուրքիայի արտգործնախարարը, եւ Ադրբեջանի արտգործնախարարը մեկ Մոսկվա են գնում, առանձին, բայց նույն ժամանակահատվածում մոտավորապես, եւ հետո Կիև են գնում։ Սրանք պետք է կապել, իրար հետ դիտարկել ու ընդհանրապես հասկանալ, մեզ հետ դա որևիցե կապ ունի, թե մեծ հավանականությամբ մեսեջներ են տանում։ Ինչ Կիևից։ Սկզբում Մոսկվա են գնում, հետո Կիև են գնում։ Չէ, իրանք շփում ունեն Կիևի հետ մշտական։ Ֆիդանը բավարար կլիներ, ինչի համար։ Ֆիդանը բավարար չէ լինի, որովհետև Ֆիդանը որպես Թուրքիայի արտգործնախարար իր սեփական խաղը ունի, որը չի համապատասխանում Ռուսաստանի մոտեցումներին եւ բաներին։ Եվ բացի դրանից Կիևը Թուրքիայի հետ այլ հարաբերությունների մեջ է, Ադրբեջանի հետ այլ հարաբերությունների մեջ։ Այսինքն Ադրբեջանը արդեն լուրջ խաղացող է դարձել։ Լուրջ չի, խոսք տանող բերողը միշտ եղել է ինչ տարբերություն։ Խոսք տանող բերող։ Հա, բա իհարկե։ Ձեզ թվում է ինքը խաղացող է։ Դե ինքը իրեն խաղացող է ներկայացնում։ Չէ, դե ինքը շատ բան է ներկայացնում, ինչ ասեց խաղաղության մարդ։ Հիշում եք, նրանք ֆիլմ ունեն Անձրևի մարդը։ Հա։ Հայտնի ֆիլմ է։ Չէ, լավ ֆիլմ է, ինքը իհարկե Թրամփը դրան արժանի չի այդ համեմատությանը, բայց այդպես նույն ձևով հնչում է։ Ամեն դեպքում մարդը եւ Թրամփը շատ այդպես իրեն անվանում են եւ Ալիևը նորից շնորհակալություն է հայտնում։ Խոսքով այսպես Ալիևը անընդհատ տեսեք, Ալիևը ունի թերթերում է եւ լրահոսերում է։ Ալիևը ունի ինչպես եւ Թուրքիան, ինչպես եւ Էրդողանը ունի շատ կոնկրետ արժեքային համակարգ, լավ, սենց ասեմ, թուրքական։ Ինքը առանց մեծարման չի կարա։ Ալիևին ոչ մեկ չի մեծարում։ Ինքը ժամանակ առ ժամանակ պետք է իր նախերին ցույց տա, որ ինքը շատ կարևոր անձնավորություն է։ Սա համընկնում է հիմնականում տնտեսական խնդիրների հետ։ Կոնկրետ հիմա, եթե դուք նայեք այդ խնդիրը, երբ որ բան եղավ, նավթի գները հետ ընկան։ Հետո Օրմուզը փակվեց, մի քիչ բարձրացավ։ Ինքը այդ բանի վրա 2 ամիս ընկնում էին, չէ՞, մայիս-հունիս ընկնում էին։ Հիմա ինքը պետք է ցույց տար, որ մեծարվում է։ Դե ճարերը պատրաստ էին արդեն, ոչ մեկ չգիտեր, որ մի հատ էլ կխփեն։ Եվ երբ որ Ալիևը խոսում էր դրա մասին, ինքը արդեն ուներ, ինքը ներքին խնդիրներ մեկը ունի sense տենից։ Ինքը տնտեսական խնդիր, նույն բանը Էրդողանը ունի։ Պետք է տարանջատել Թուրքիայի հա ներքին այդ բանը, օրինակ իրանք ՆԱՏՕ-ի ժամանակը տենց բան արեցին, որպեսզի ցույց տան, որ 5-րդ սերնդի կործանիչներ կստանան, չեն ստանա։ Որտեղ դա բավարար չի։ Հիմա Ալիևն էլ պետք է մի բան անի, որ ինքը Թրամփի հետ խոսա, ինքը ուղիղ խոսա Թրամփի հետ, ինքը իր մարդկանց ցույց տա, որ ինքը Թրամփի հետ խոսում է, բայց մենակ իր մարդիկ չեն։ Տարօրինակաբար Հայաստանի բնակչության զգալի մասն է, ով որ վատ ազգում նրանից, որ Ալիևը խոսում է։ Ընդ որում այդ խնդրեմը Նիկոլինն է։ Ասենք Նիկոլն է կարող, Նիկոլը չի կարող, все-таки այնի ցավոք սրտի Մգիմոյի ավարտ է, նո ավարտ է, որն է գնաց է եկել է հոր բաներով, մի քիչ գոնե տաշած ձևած է։ Շրջապատը բան ունի, ձև ունի խոսալու, ասենք փորձ ունի ինչ որ դաստիարակված է, գիտի որ շենքի ներսում գլխարկով չեն ման գալի, տենց ինչ որ ինքը կարողանում է հայլացած կոշիկներով։ Հա, ինքը տենց ինչ որ կարողանում է իրան պահել այնց տեղի դիվանագիտական նորմերին համապատասխան։ Նիկոլը չի կարող այդ յանի։ Նիկոլը ուրիշ ձևով ապրում։ Նիկոլը տենց բան է, գյուղացի տղա, որով բոլորը հիանում են։ Ինքը տենց բան է անում։ Օ, ինչ խելոք է, բան ինքը չի հասկանում, որ դա տենց շատ վատ է իրականում, որ սա սենց դելավ բան, վայ, ճիշտ տարօրինակ է համել խոսալ գիտի։ Այս տարբերակն է էլի իր մոտ աշխատում, դա խնդրեմ է, լուրջ խնդրեմ է մեր դիվանագիտության մեջ։ Լրջագույն խնդիր է դա։ Շատերը չեն հասկանում։ Այսինքն կերպարն է։ Այո, կերպարը խնդիրը լուրջ չեն ընդունում։ Բայց Փաշինյանը հատուկ է այդ կերպարը ստեղծում։ Ինքը այդ կերպարը ստեղծում է իր ընտրազանգվածին հաջողանալու համար եւ ինչ որ մեկը, չգիտեմ ով, իրան ասել է, որ դա հեղափոխությունից հետո դա օքեյ էր, որ ինքը տենց փողոցից եկած գյուղացի տղա է, որ հեղափոխություն է արել ու սաղ տենց օ, տեսնում եք, այո, էս ինչա ճոբան է, բայց օ, հələ նայեք, նաև հեղափոխություն է անում, ոչ մի ցուցապերտ չի ջարդում, բայց ինչ որ ժամանակ կա, որ դի տաշվի։ Իսկ ինքը չի տաշվում, ինքը մնացել է այդ դրա տակ։ Գուցե կերպար չի ստեղծում, դա հենց իր կերպարն է իսկապես։ Չէ, կերպար չի ստեղծում, դա իր կերպարն է, բայց ինքը պետք է կերպար 8-րդ տարին կառավարում է։ 3-րդ անգամ է ընտրվում։ Ինքը հիմա խնդիր ունի եվրոասոցիացման, եվրոասոցիացված։ Լավ, մենք շատ խորացանք կերպարի մեջ, ուստի
Ինչ ուստի։ ինչպես են ընկալում Ալիևին, Ալիևին ընկալում են այնց ոնց որ դուրսը Փաշինյանին։ ընկալում են որպես երկրի ղեկավար, ով որ ասենք ինչ որ ձև կարող է իրան պահի։ Փաշինյանին չեն ընկալում տենց։ Փաշինյանին չեն ընկալում երկրի ղեկավար։ Փաշինյանին ընկալում են հեղափոխության առաջնորդ, մինչև հիմա։ Ես ինչի եմ ասում ինքը պետք է դաթարի հետ նախ այդ քաղաքական ուժը պետք է դուրս գա արխիվ, ոնց որ բոլորը գնացին։ Իսկ բացի ամեն ինչից Փաշինյանը անհասկանալի քայլեր է անում։ Միգուցե ինքը հետո Մակրոնին SMS-ով բացատրում աճոտա տալի ինչ անում, բայց դա բավարար չի, ամբողջ աշխարհն է նայում։ Ամբողջ աշխարհի մոտ հարց է, դու չես Ուրսուլա ֆոն դեր Լայնի գալուց հետո չես գնում Յոբուրգարա։ Ինչ կա Յոբուրգում։ Միշուստին ով դառա որ դու գնում ես, արարողակարգային խնդիր է այդ։ Միշուստինի հետ պետք է հանդիպի լավագույն դեպքում քո փոխվարչապետը։ Դու չես կարա գնաս ընդդեղի վարչապետի հետ հանդիպես, հերիք քեզ ամպոչ կտալի պես աչու ձախմացնես։ Հաջորդ թեման Իսրայելն է։ Մենք մինչև Իսրայելը թեմա չի, Իսրայելը պրոբլեմ է։ Իսրայելը եւ հայոց ցեղասպանության ճանաչման թեմաներ, ամբողջ մեկ շաբաթ Հայաստանի բոլոր վերլուծաբանները, բոլոր լրահոսերը լիքնեին լավ է թե վատ, մենք ընդունում ենք այդ իրենց ընդունումը, թե չենք ընդունում, ինչպես ենք մենք դա բացատրում, հետո մեկ էլ շիկ նրանք ասեցին մենք հետաձգում ենք, Ադրբեջանն էլ, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով են իրենց վերագրում, ասեցին այդ մենք ենք հասել։ Կարա լինի Ադրբեջան, կարա փոխտված։ Հանգիստ։ Դեսպանն էլ եկել էր, չգիտեմ ինչա խոսացել երեք, մի հատ ոչ ռեզիդենտ դեսպան ունենք։ Շատ հետաքրքիր է, Իսրայելի դեսպանը Հայաստանում նստում է Տել Ավիվում։ Եկել էր մեր փոխնախարարի հետ հանդիպել, ինչի էին ընդունել, չգիտեմ, բայց ամեն դեպքում այս ամբողջ պատմությունը, այսպես ասած։ Թե ձեր մեկնաբանությամբ ինչ տեղի ունեցավ։ Ինչ մեկնաբանեմ, խնդիրը հետևյալն է։ Իսրայելի համար հայոց ցեղասպանությունը միշտ եղել է թեմա, որը իրենց պատկերացրածով հոլոկոստի յուրահատուկությունը ջրում է։ Իրանք ուզում են ապացուցեն, որ իրանք միակն են, ում կոտորել են։ Դա այդպես չի իհարկե եւ կոտորածի տարբերություններ կան առել։ Ռուանդա կա։ Չէ, դե Ռուանդա բանը հետո է համաթիվ 1։ Դե դրա մասին մի անգամ խոսել ենք, չէ, ինչքան էլ որ տենց բան, հա, չխորանանք, օրինակ չգիտեմ, Վարշավյան գետոն մինչև 44-45 թվականը կար։ Այո։ Եվ այնպես չէր, որ այնտեղ բան էր, 600,000-ից ավել հրեա էր ապրում։ Հիմա դա նման է, եթե 15 թվականին, ասենք Սեբաստիայում կամ Մալաթիայում կամ ասենք Երզրումում 300,000 հայի փագեին, ասեն դուք ստեղ ապրեք։ Ու հետո մենք որ ասենք կոտորածա մեր վրա կծիծաղեին, չէ՞, իսկ իրանց վրա ոնց որ նորմալ է այդ որ գետոն կար։ Այստեղ սենց խնդիրներ կան, հա, որոնք հարցեր են առաջացնում միշտ։ Չեմ ասում, ասենք չի եղել է, բայց ասենք ինչ որ ձև կա, որը որ չի բռնում իրար։ Իրանց համար դա միշտ եղել է քաղաքական թեմա։ Իրանք բավականին երկար օգնել են Թուրքիային հերքել հայոց ցեղասպանությունը։ Դու մի բան էլ իրանք փորձեցին դրանով Թուրքիային ոնց որ բան անել։ Սիրաշահել։ Չէ, ընդհակառակ ճնշել։ Հա, հիմա էլ ճնշել։ Դեն որ ասցին որ ճանաչում ենք, ուզեցին որ ճնշեն։ Այդ ասել եմ, չէ՞ որ Ֆիդանն ասեց ձեզ նայեք միան։ Թուրքիա արտգործնախարարություն չասեց չի եղել տենց բան, ասեց դուք ձեզ նայեք։ Այսինքն իրանց հիմնահամատիվ մեկ նպատակը, որ իրանք դա անեին ու սաղ աշխարհը ասեր, որ այ տեսեք ապրեք բան, Թուրքիա դու ինչ վատն ես, ՆԱՏՕ-ից առաջ էր։ Դա ՆԱՏՕ-ից առաջ էր, ՆԱՏՕ-ում նախ ոչ մեկ չխոսած, երկրորդը Թուրքիան առանձնապես ուշադրություն չդարձրեց, չհերքեց, ասեց, ուրիշ դուք այն ինչ որ Գազայում անում եք, դրա համար պատասխան կտակ, իմ պատասխանը թողեք, այդ ձեր խնդրը չի։ Ու իրանք ակնհայտորեն պարլամենտական երկիր են, իրանք պետք է մտցնեին Քնեսեթ։ Քնեսեթի արձակուրդից առաջ բանեսան, որ ինչ ում է խապ։ Դե հարցս է դեր ինչի համար դա արվեց։ Ցուցադրաբար։ Չէ, դա ինչ որ փոքր խաղակար։ Իրանք գցեցին տեստան ինչ ռեակցիա կա, ասկի Հայաստանից ռեակցիա չկար։ Հասկանում եք, ընդ հարց կարող լիներ, օրինակ Հայաստանը ասեր, այ դուք ապրեք, բան, նրանք է օրինակ, կարային ասեին, այ դե որ մենք ապրենք, եկեք բան արեք, Իրանի սահմանը փակեք մեր խաթրում։ Մենք էլ կասենք, օ ինչ վատ է որ 15 թվին ձեզ կոտորել։ Չէ, ընկեր թքած ունենք ձեր վրա, ուզում եք արեք, ձեր համար եք անում։ Այսինքն այդ լուրջ խնդրեմա, որը որ մեզ մոտ բան չեն անում, չեն գիտակցում։ Հայոց ցեղասպանության ճանաչումը Ալշու չճանաչումը, դա չճանաչողի խնդիրն է, իմը չի։ Այդ իրա խնդիրն է, ինքն է անբարոյական, ես չեմ։
այդ իր երեխուն պետք է մորթեն, ես էլ հերվից նստեմ, ասեմ, լավ, արի, ես քեզ կդու ոտանավոր կգրեմ, մի հատ ձեն չեմ անի, որովհետև դե ոնց որ քեզ մեկ էր, որ իմ երեխեքին մորթում էին։ Այդ իրա խնդրեմն է, ոչ թե իմ։ Այդքան բան։ Իսրայելը չի ուզում ճանաչի, որ ոտերից ճանաչի։ Թող չճանաչի։ Թուրքիան Նետանյահուին ներառել է հետախուզվողների ցուցակում։ Սա էլ հետաքրքիր Թուրքիա-Իսրայել։ Գիտեմ հիմա որ կոմենտները ինչ ալնելու, բայց ասում ամբողջությամբ համաձայն եմ նախորդ խոսնակի հետ։ Տակը ստորագրվում եմ, ես եմ ուզում գտնեմ միտը ցանկալի է երրորդ մաս լճի մոտ միտը գտնենք հասկանանք ինչ գույնա դրա բանը ընդհանրապես հա պետք է հետախուզեն դատեն բայց ամբողջ կառավարությունը ամբողջ ընդ որում Հայաստանն է պետք է ման գա այս թեմայի համար ասի տղա ջան հիմա վերջը դու ճանաչեցիր թե չէ եղել է թե չի եղել կոնկրետացի մի տենակ դու ես եկես թե որց Իրան Միացյալ Նահանգներ մոտենում ենք էլի մեր Իրան Միացյալ Նահանգներ ես ենթադրում եմ որ ինչքան մոտիկ դեպի ընտրություններ այդքան ավելի ծանր լինելու է ամբողջ պատմության մեջ գնահատել եւ գիտակցել ինչա ակնհայտորեն Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտվել են այս մարտի ինչ էր փետրվարի 28-ին սկսվածը պարտվել վարի են գնացել բրծել են էլի չկան այդ փուլը ոնց որ անցել են հիմա ինքը ամեն անգամ փորձում է մի քիչ էլ հարվածի նախորդը խոսեցինք հա նրանց հետո երբ դատարանը որոշել էր որ ինքը պետքա հրապարակի նո ինքը չէ դատախազ FBI-ը պետքա հրապարակի Էփշտեյնի ֆայլերը առանց սևով գրածի ամեն անգամ Տրամպը ինչ որ բան է հնարում որպեսզի Իրանին խփելով էլ տենց ինչ որ փորձում է կողարկի իր հերթական խայտարակությունը կողարկի ՆԱՏՕ-ում խայտարակ եղավ գնաց էլի գնաց ասես Գրենլանդիան պետք է գրավեմ էլի չգիտեմ ինչ ասեց էլի մի հիմարություն դուրս տվեց չկա ոբշի ինքը գոյություն չունի որպես բան ինքը բայց լավ էլ դերը կարողանում են կառավարել իրենք փող են աշխատում բացում են Հորմուզը փակում են իսկ դրանից արդեն գները բարձրանում են նո այդքան ուժեղ չի հիմա բայց որ պատկերացնեք հա ինքը գումար է աշխատում իր որդիների համար բայց գիտեք դեսավ մենք հասկանում ենք խոսում ենք մարդիկ հասկանում են խոսում են իրան թվում է թե այդ իր երեխեքը իր տնփեսեն այդ փողը կպահի չէ ձեռներից վերցնելու որովհետև համակարգը մի փոքր այլ կերպ է աշխատում բարձա որ տեսնեք իրանք անմիջապես չեն հարված ոնց որ Եվրամիությունը Հայաստանի հետ իրանք անմիջապես ամյոբայի պես այդ հողոթափիկ ինֆուզորիայի նման այդ սուր ասեղը որ կպտում է տենց ռեակցիա չեն տալ իրանք սպասում են տեսնում են ինչա հետո նոր պատասխան են տալի հետաքրքիր ինֆորմացիա է այդ որտեղ որ ինքը գրում է այդ իր սոցիալական հարթակում Թրամփը ասում են այդ իրենք սկսելու են փող աշխատել դրան բանկերին եւ առևտրականներին արագացված տեմպո ձևով նրանք տրամադրելու են Թրամփի հրապարակումները որպեսզի նրանք հասցնեն արձագանքել Թրամփի հայտարարությունից հետո գները բարձրանում են իջնում են դե տեսեք սրանից մոտավորապես 4-5 հայտարարություններ է արվում որոնք շուկայի վրա ազդում են սրանից մի 4-5 ամիս առաջ ինչ որ պայմանական հա տենց Մորգան Ստենլի վերլուծաբանների անալիտիկներից ով որ տրեյդինգ անում տրեյդինգ անալիտիկներից մեկը ասաց որ մենք փաստացի ապացույցներ ունենք որ ինչ որ մեկը ադմինիստրացիայում Տրամպի այդ հարվածել չհարվածելու վրա 15 րոպե առաջ մեծ գումարներ ա դրել, մեծ գումարներ ա ստացել, վաստակել ա։ Սա նշանակում է այդ սուֆլորի մասին է խոսքը։ No, սուֆլորի չէ։ Հարվածելու որոշումը կայացվել է, բայց մինչև հրապարակելը, քանի որ ինքը իր այդ Twitter-ով հրապարակում, մինչև հրապարակելը շատ մեծ քանակությամբ ֆյուչերսներ են վաճառվել ու գնվել։ Այսինքն տենց մեծ թվերի մասին է խոսքը, միլիարդավոր դոլարների։ Եվ մեծ հաշվով սա միանկը չի։ Եթե հիշում եք ինքը նախընտրականի ժամանակ բան արեց cryptocurrency թողեց, այսինքն այդ կրիպտա թողեց Տրամպի անունով, հետո Մելանիայի անունով միլիարդներ աշխատեց։ Կուշները գնաց բաներից 2 միլիարդ վերցրեց, որը դրեց էլի իր սեփական բիզնեսի մեջ։ Այսինքն իր ամբողջ կլանը շատ մեծ գումարներ է աշխատել։ Եվ քանի որ սրա մասին արդեն գրում է միջազգային մամուլը սրա մասին, ասենք Մորգան Ստենլին բանը խոսում է, սա նշանակում է որ ժամանակը երբ որ եկավ, երբ որ դա ստեղծվեց հնարավորություն, այսինքն իր վրա ինքը կարա ասի, որ ասենք չգիտեմ, ինձ կամ իմ ընտանիքի անդամներին չեք դատում, տենց որոշում կա։
Բայց կան բաներ, որ օքեյ, քեզ չենք նստացնում, բայց քո ձեռքից սա կվերցնենք։ Այսինքն, երբ որ ինքը ասում է, որ չգիտեմ, այս հայերի սիրած բառը ամոնիստ է տալի, այսինքն ամոնիստ է տալի, հա, որ նախապես ընդ որում, որ հետո չեք կարող ինձ դատել չենք կարող, այսինքն դու չես նստի 120 տարի Ամերիկայում տենց բաներ կան, ժամկետներ կան, բայց փողերը պետք է հետ տաս։ Ամոնիստը վերաբերվում է մարդուն, ոչ թե փողին։ Ու մեծ հավանականությամբ տենց է լինելու է, էլ չասած, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմաթիվ բաներ ունի, տենց պատմական դրվագներ ունի, որոնք ողջունելի չեն, բայց Կենեդի եղբայրները, Մակարտուր նախագահան, լավ, այսպես բոլորը արդեն ոնց որ թե հասկանում են, որ այդտեղ տնտեսական խաղերել են տարվում, բայց այնուամենայնիվ առճակատումը բավականին լուրջ է Միացյալ Նահանգներ Իրան եւ կարող է հետևանքներ ունենալ։ Թե կարծում եք այսպես խաղալով առաջ են գնալու։ Նո, դե հիմա տեսեք, Մերձավոր Արևելքի ներդրումային քարտեզն է փոխվում։ Ամբողջությամբ։ Պարսից ծոցի թագավորությունները նո կամ սենց ասեմ, իրանք բոլորը չեն թախել շեյխությունները, էմիրությունները, հա, լրջագույն պրոբլեմ ունեն։ Իրանց տնտեսությունը, որը հիմնված է նավթի կամ գազի վրա, հիմա տենց թոփլտում է, իսկ դիվերսիֆիկացիան չի աշխատում, որովհետև թե Դուբայը, թե Աբու Դաբին փորձում են դիվերսիֆիկացվել, դառնային միջազգային ֆինանսական կենտրոն, ՏՏ կենտրոն, արհեստական բանականության կենտրոն, բայց այս ամենը ոչնչացվում է։ Հիմա պատկերացրեք մարդիկ ինչ որ միլիոներով գումար են ծախսել, տուն են գնել Դուբայում։ Շատ էին տենց մարդիկ, մանավանդ Ռուսաստանից մի պահ այդ բանը որ սկսեց, ինչքան մեծ արուստ կար, գնում էր Դուբայ տուններ առնում։ Okay, հիմա այդ տների գները կիսվել են։ Եվ զրո շանս կա, որ իրանք կաճեն։ Էլի հատուկ է գուցե, որովհետև պայթյուններ են հենց Դուբայում։ Դուբայը հայտարարվում է, որ պայթյուններ են։ Դա հաստատ գների իջեցում կարող է առաջացնել։ Դուբայը ամենաակտիվն է հակաիրանական բանում։ Դուբայը ամենամտերիմ հարաբերություններն է ստեղծել Իսրայելի հետ։ Եվ սա հենց դիվերսիֆիկացման մի մասն էր, որովհետև Դուբայը ամենաարագը բացվեց ֆինանսական շուկաների համար, արևմտյան եւ արևմտյան մոդելի համար։ Իսկ առաջին ով օգտվեց եղան այն ոնց որ դուք եք ասում, ինչ ռուսերիական ծաղալմատներով ամերիկացի ներդրողներ դրանք են։ Ռուսերիական ներդրող ամերիկյան հարմատներով ներդրող։ Հա, в общем, ինչ-որ տենց դրանք են, այսինքն Իսրայելը իր սեփական բանը, հնարավորությունները, մարդկային կապիտալը, ասենք հрьяաներին, որոնք որ հարցնում բա ինչ անենք, որ ձեզ լավ լինի, ինքը ասում է դե գնացեք Դուբայ ներդրում արեք, որ Դուբայի հետ լավ լինի, այդ Աբրահամյան համաձայնագրեր, բաներ, այդ ամենա գլխավոր խաղացողը արաբական աշխարհում էմիրություններն էին, ընդ որում հենց դրա պատճառով եւ դրա համար նույն Իրաքը, Ալժիրը, Եգիպտոսը կամ Սուդանը առանձնապես չեն սիրում էմիրություններին, որտեղ իրենք առաջինը դավաճանեցին։ Այդ գաղափարին արաբական, համայն արաբական բանին իրանք առաջինը դավաճանեցին։ Իրանի ճակատագիրը շատեր ասում են Փայլուն եւ պայծառ։ Միացյալ Նահանգները ջախջախելու են Իրանին։ Իրանի ճակատագիրը փայլուն եւ պայծառ։ Իրանի ջախջախելու համար անգրագետ մարդկանց մի լսեք, ոչ էլ եթեր տվեք։ Իրանի ջախջախելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետքա ցամաքային զորախումբ մտցնեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, չեմ ասում ընդհանուր Պարքաստան, որպեսզի 92 միլիոնանոց բանակ, որը ուրեմն մակերեսով ավելի մեծ է, քան Ամերիկայի East Coast-ը եւ Կալիֆոռնիան միասին վերցրած։ Ամբողջությամբ լեռնային անապատը, որտեղ որ Ամերիկայի զորքերը նո սովոր չեն, ոչ միայն սովոր չեն մարտնչել, չեն կարող երկար դիմակայել, ասենք ուղակի բանով վրանով նստած։ Որպեսզի ամենն ջախջախի Իրանը այդ ավելի շուտ բանից Մարսից այլ մոլորակայինները կգան բան կանեն, ջուրը կցամաքացնեն Հնդկական օվկիանոսին։